Ինչ անենք։ Ինչին գաճում խաղում, միջև մախոները գում։ Այդ հիմա նկարում, հա։ Էսի հո։ Մի միացրա միջև մի հատ հասկանանք ինչ ենք անում։ Զանգում եմ 2 ժամը չի վերցնում, ինչ անեմ։ Պես մի հատ է փորձում։ Չէ։ Չի վերցի։ Չկա։ Ինչ անենք։ Վերջում կարելի ասել չեք նկարել։ Հա։ Ուրիշ մեքենա չկա նկարենք։ Դե գոնե մարդկանց հետ նախորդ պետք էր պայմանավորվել, էլի։ Զանգես ասես հիմա արի։ Լսի, իսկ եթե հələ մի վարքան մտքովս բան անցավ։ Նայ, մի հատ application կա, բայց անունը Unto։ Հա, հեսա Untorrent։ Այս application-ը բանը տարբեր մարդիկ իրենց մեքենաները գցում են այս application, վարձով տալիս են։ Այսինքն մենք ինչ մեքենա ուզենք, կարող ենք այդպես նկարենք։ Դե պետք է փորձել հիմա։ Մեկը ուրիշ տարբերակ չունենք։ Գնացինք, ստեղ ինչ է։ Ինչ ենք անում, City App, Երևան, Արմենիա, Պույսկ, ես էլ կեզ ավտոներ, G-Class, ես կարելի է չէ G-Class նկարել, համ չենք նկարել, 2010 թիվ, Перейти к бронированию. По поводу ես տալու։ Ռադիոս է։ Да, нахуй ջանը սարալնի։ Цена страховки. Այսինքն страховка-ը։ Դե լավ է։ Շատ լավ է։ Դե պապին։ Պատվիրեցինք։ Դե սպասի գրեմ մի հատ։ Ասում հասցեն գրեք։ Դե ես էլ եմ կոֆե տնեմ։ Դու գնա կոֆեի։ Արի կոֆե մի դիր։ 5 րոպեից ստեղ է։ Արի, չենք հասցնի, գալիս է սա, հա։ Դե վсё, գնացինք, հավաքի վեշերդ։ Այն եկավ, եկավ։ Արի ձեզ, մերսի շատ։ Մենք ձեզ կզանգենք, հա, կբերենք մեքենան ձեր մոտ։ Կարանք գնանք, բայց արի մի հատ նկարենք մեքենան, վարձույթի մեքենա է, էլի։ Հետո չասեն, սենց չի, նենց է։ Ու ընդհանրապես յուրաքանչյուրիդ խորհուրդ եմ տալիս, վարձույթից մեքենա վերցնելուց, անպայման մի հատ մեքենան ընդհանուր, սենց արտաքին տեսքը մի հատ նկարեք, մարդ ես, հիմա մեքենան հետ վերադարձնելուց կարող է սեփականատերը մեկ է գա, ասի այս խազը, այս որ կա, այդ դու ես արել։ Հիմա սենց ոպ։ Բայց դե լավ է, այս մեքենան լավն է ու նենց պրոբլեմներ չունի, որ հետո ասեն, տեսեք, սենց ավել բան կա։ Այս մեքենայի վրա ոչ մի բան չկա, փայլուն, սիրուն, պուպուշ մեքենա է։ Այ հիմա գնացինք։ Շատ լավ է որ եկա, որովհետև ես մտածում եմ այսօր կմնանք առանց մեքենա, առանց նկարահանման, բայց ոչ, Ունտոն մեզ փրկեց։ Իդեպ ասեմ, ես հղումը, այսինքն լինկը կթողնեմ այս տեսանյութի տակ, կարող եք հանգիստ մտնել, ներբեռնել ու տեսեք ինչ արագ, հեշտ, որակով սպասարկող application-ը։ Ամրագոտի, տեսեք, մոռանում էինք, քիչ էր մնում, խայտառակ լնեինք։ Ասեմ ինչի վերջնական որոշումը կանգնեց հենց G-Class-ի վրա, այսինքն Geländewagen-ի, որովհետև հայերը շատ են սիրում այս մեքենան։ Ու մենք էլ բավականին երկար սենց ձգձգում էինք, չենք նկարում ու մի հատ լավ G-Class էինք ուզում հանդիպեինք, որ այդ նկարեինք։ Այնպես չստացվեր էլի, որ մի հատ անկապ նկարեինք, հետո մի հատ լավը հանդիպեր, կամ ափսոսայինք, կամ նորից նկարեինք։ Այնպես որ մեր սպասումները արդարացան։ Իդեպ, այն ինչ որ ես արեցի մինչև մեքենան վերցնել է, այսինքն որ նկարում էի մեքենան, այդ ոչ միայն սենց պարզապես ապահովության համար ինչ-որ բան է, որը կարելի է անել, դա պարտադրում է ծրագիրը, այսինքն
մեքենան ստացար, ծրագիրը քեզ պարտադրում է, որ դու այդ նկարները անես։ Ահա։ Բայց եթե մեքենան վերցնում եք ինչ-որ անհասկանալի տեղերից, ոչ ունտոից, դա պարզապես ձեր ապահովության համար դուք պետք է անեք։ Հիմա ինչ ստացվեց մեզ մոտ, ստացվեց Mercedes-Benz G55 AMG կոմպրեսոր։ Այն ամենաուժեղ տարբերակն է, որը արտադրվել է մինչև 12 թվական, որովհետև 12-ից բարձր արդեն գալիս են 6.3 եւ 6.5 տարբերակները։ Ու սա 5.5-ի ամենավերջին սերունդն է, 2010 թվականն է, 2008-ից 2010 թվական արտադրված այդ հատվածի թողարկումն է, էլի։ Սա արդեն գալիս է 507 ձիաուժ զորությամբ, ի տարբերություն 2006-ից 2008 տարբերակը, որտեղ 500 ձիաուժ է, 7 ձիաուժ, տենց աճել է մեքենան, էլի։ Ձիերը մի քիչ բազմացել են այդ մի 2 տարվա ընթացքում, բայց նյուտոնը մնացել է նույնը, թե այն տարբերակում, թե այս տարբերակում 700 նյուտոն մետր էր երկուսն էլ։ Ու ասեմ, որ շատ հետաքրքիր, ինձ թվում է կարիք չկա շատ մանրանալու այս մեքենայի հետ կապված, որովհետև բոլորը նախ ճանաչում են այս մեքենան, բոլորը նման մարդ ես չեմ ճանաչում, որ ասի այդ ինչ մեքենա է։ Բոլորը ճանաչում են։ Իսկ Geländewagen սիրողները հատկապես են, որ գիտեն են ամեն մանրուք, թե որ թվից որ թիվ ինչը, ինչ բան, մի խոսքով, որ շատ հայտնի մեքենա է ինքը։ Դե հայտնի կլինի, ինչ կլինի, 79 թվից այս նույն մեքենան արտադրվում է համարյա նույն տեսքով, նույն դիզայնով, չնայած նրան, որ ինքը բազմաթիվ ռեսթայլինգներ է անցել։ Հա, այս մեքենան իդեպ սրա համար էլ է շատ լավ։ Հանգիստում ուզես կարաս ձայնային ազդանշան տաս, ճանապարհ տան, կարաս առանց ազդանշանի ճանապարհ ուզես, մի խոսքով այս մեքենան է, որ այդպես բաների համար լավ է։ Հա, ինչ է ասում, բազմաթիվ ռեսթայլինգներ ապրել, անցել, բայց շատ փոքր փոփոխություններով։ Հիմնական փոփոխությունները կրել են շարժիչը, ընթացային մասերը, ինչ-որ տեխնոլոգիական նոր որոշումները, բայց արտաքինը, հիմնականում արտաքինը մնացել է, այն 90%-ով մնացել է նույն 79 թվականի G-Wagen-ը։ Ինչով է առանձնանում G-Wagen-ը ամբողջ աշխարհում։ Առանձնանում է իր այդ քառակուսի բրուտալ տեսքով, շատ ջղային, բայց միևնույն ժամանակ շատ կլասիկ, շատ ոճային, հետաքրքիր ու այստեղ կարծիքները մարդկանց շատ խիստ, ասենց ծայրահեղությունից ծայրահեղություն կիսված են։ Ես չեմ ճանաչում նման մարդ, որ ասեն G-Class-ը, հա դե նորմալ մեքենա է, էլի, հա, մեքենա է, լավն է, ոչինչ, հա։ Կամ մարդիկ շատ են սիրում այս մեքենան, կամ ատում են, ասենց աչք չունեն այս մեքենայի հետ։ Դա կարծում եմ, ըստիս գալիս է ունի մի քանի պատճառներ։ Առաջինը մեքենայի տեսքն է։ Մեքենայի տեսքի համար կամ իրան շատ սիրում են, կամ չեն սիրում։ Երկրորդը մանավանդ ինչը շատ տարածված է այս Կովկաս, Անդրկովկաս, Ռուսաստանի տարածաշրջանում բան, G-Wagen-ները վարում են այն գանգստերները, ասենց այն 90-ական թվականից եկած որպես կերպար, հա, ռեգետ անողներ, ջղային մարդիկ, վտանգավոր ջղային մարդիկ։ Դրա համար շատ մարդիկ չեն սիրում այս մեքենան, բայց Եվրոպայում, Ամերիկայում, բաներում, չէ, Ամերիկայում էլ այդքան չէ, Եվրոպայում հիմնականում այս մեքենան շատ բարձր ստատուս ունեցող մեքենա է։ Իրանով գնում են շատ լուրջ ինչ-որ հանդիպումների, շատ լուրջ միջոցառումների, ինքը կարողանում է ասենց միաձուլվել այն ամենաթանկարժեք մյուս մեքենաների հետ ու լավ էլ նայվում, հա, օրինակ, չգիտեմ, Mercedes ML-ով կամ BMW X5-ով
չես կարող գնալ շատ sense ինչ-որ բարձրաստիճան, շատ բարձր ստատուսի ինչ-որ ընդունելությունների, միջոցառումների, բաների, որովհետև դե լավ, X-ին գա կամ ML-ա, ես իմ sense մի քիչ բան է, բայց որ G-Wagon-ով ես գնում, որ ստատուսը տեղն է, նորմալ է, որ ընդունվում է մեքենան, ուտվում այդ ամեն ինչի հետ։ Հա։ Որ մոտավորապես հասկացանք ովքեր են սիրում, ովքեր չեն սիրում այս մեքենան։ Ինձ թվում է բոլորն էլ հոգու խորքում սիրում են այս մեքենան, օրինակ ես շատ եմ սիրում։ Լիքը մարդիկ գիտեմ, որ հանդիպել եմ նման մարդկանց, որ մի քիչ շատ մարդով բան, որ sense լինում են, ինչ որ նստած են լինում, խոսում են, բան, չէ, այդ Geländewagen չէ, ոչ որ Geländewagen չի ասում, այդ Yashik-ը։ Չէ, այդ Yashik-ը դե բանա, լավը չի, հեչ լավը չի, ավելի լավը ես իմ ասենք X6, բայց հետո որ առանձին խոսում ես հետները, հոդը բայց չէ, դե Yashik-ը շատ լավն է, հոդը տեսքը բան։ Մի խոսքով ամեն մեկը իր հոգու խորքում սիրում է ինչքան էլ որ չարտահայտվի, ինչքան էլ որ չընդունի։ Այս մեքենան ունի շատ առավելություններ։ Ճիշտ է, մինուսներ էլ ունի, հեսա դրանց եք անցնենք։ Առավելություններից մեկը իր բնականաբար շարժիչն է, վայրենի շարժիչ ունի, ու մեքենան կշռում է 2.5 տոննա, բայց շարժիչի համար դա միևնույն է, ոնց որ բմբուլ լինի մեքենան, այդտենց գնում է։ Մեքենան շատ ապահով է, սարքված է իր թափքը ընդհանուր, այն կապսուլա է կոչվում դա, որ սրահի հատվածը առանձին է, օրինակ կապոտից, կապոտային հատվածից, եթե ինչ-որ, աստված չան, ինչ-որ ուժեղ հարված է լինում, ինչ-որ վթար է լինում, բան, շատ հանգիստ կարա կապոտը պոկվի, անջատվի այս սրահից, սրահին ոչ մի բան չլինի, այդքանով ինքը շատ ապահով է, բայց ապահով չի այս մեքենան մնացած երթևեկության մասնակիցների համար, հա, մենակ վարորդի համար ու սրահում գտնվողների համար է ապահով։ Մեքենայի ձենը բնականաբար, այն որ ամենա իր պլյուսներից է, այստեղ շատ հետաքրքիր որոշում կա, դե բոլորդ էլ գիտեք, ես ուղղակի փաստերն եմ արձանագրում, այն փաստերը, որոնք բոլորս էլ գիտենք, որ խլացուցիչները դուրս են գալիս մեքենայի կողային հատվածներից, հենց կողքերից են դուրս գալիս, ու մանավանդ այն լավ եղանակներին, որ պատուհանդ բացում ես, հենց գնում ես, հենց այդ ձենը, հենց ականջիդ մեջ ոնց որ լինի, որովհետև ստեղ այդ խլացուցիչը մի անգամից sense մտնում է հոգուտ մեջ, սրտիդ մեջ ու շատ լավն է, աննկարագրելի ձեն ունի, ոչ մի մեքենայի ձենի հետ չի կարելի խառնել 5.5 կոմպրեսորի ձենը, դա զգացեք։ Sense որ վայելում ես էլի, իսկական են ջղային V8-ի ձայն է գալիս ու շատ լավ որակով ստացված։ Իրապ ասեմ ես վերջի մի քանի տարիներին Mercedes-ը ձայնի առումով բավականին առաջ է գնացել, պատմանը փակեմ ձեզ չխանգարեմ։ Ձայնի առումով այն բանը պահում է, կլասը պահում է, ի տարբերություն օրինակ չգիտեմ, նույն BMW-ի վերջին տարիների արտադրած BMW-ները ընդհանրապես ձայն չունեն, բոլորը տուրբոներ մղիչներով, եսի մինչերով շարժիչներ են, բոլորը չէ, դե բնականաբար հիմնականում հզորների մասին է խոսքը, այդ տուրբո շարժիչներովն էլ ոչ մի հետաքրքիր ձայն չեն հանում, պետք է անպայման $10,000, որ արտացման կոլեկտոր փոխես, պետք է $13,000, որ խլացուցչի այդ ռեզոնատորները փոխես, մի խոսքով ամբողջ սիստեմը պետք է փոխես, որ հաճելի ձայն ստանաս։ Իսկ Mercedes-ը, օրինակ Audi-ն էլ բավականին լավ ձայներ է ստանում, ու ասեմ, որ դրա վրա բավականին մեծ փողեր է ծախսվում, այդ հենց այնպես չի էլի, որ տենց պարզապես մեքենան, այս մի մեքենան լավ ձենը ստացվի, մեքենա չէ, այդպես չի, իսկապես շատ մեծ փողեր է ծախսվում։ Որ ասում էի, ամբողջ աշխարհում ընդունված է, որ այս աշխարհում չէ, էլի Եվրոպայի այդ արևմտյան հատվածներում ընդունված է, որ Yashik-ը Geländewagen-ը, այնտեղ Yashik չեն ասում։ Geländewagen-ը շատ բարձր ստատուսով մեքենա է։ Հայաստանում ու Հայաստանի նման երկրներում այս մեքենան հիմնականում չէ,
9.7%-ը ձեռքաբերում ես մեքենան ջղային լինելու համար ճանապարհներին, որ իրան ճանապարհ տան, որ ես ասենք ոնց տեսնեմ բա, որ ում ուզի սենց լույսերով, հեռահարներով կուրացնի, խլացնի, ազդանշաններով, ձայնային, այդ բոշերով, սենց մեծ բոշերը դնի ու իրանց ոչ մի բան չի կարողանում ասի, այ դրա համար այս մեքենան ստեղ։ Ես վստահ եմ, որ ստեղի այդ 99.7%-ի 99.5%-ը չգիտեն ոչ այս մեքենայի պատմությունը, ոչ բանը, ոչ մի բան իրանց չի հետաքրքրում։ Իրանց հետաքրքրում է, որ այս մեքենան քառակուսի է, ու այսպես ձեն ունի, ու այսպես կարաս գնաս, որ ում դեմը ուզես կտրես, այսպես քաշես, հետա։ Ճանապարհին դու քեզ զգում ես թագավոր։ Մինուսներից մեքենայի անկառավարելիություն, բնականաբար, հա, սենց մանավանդ այդ, որ սենց մինչև վերջ սեղմում ես գազի ոտնակը, մի պահ զգում ես, որ չես հասկանում այդ պահին, սենց մեքենան ինչ անում, ինչա տեղի ունենում, բան, սենց ինքը, սենց ճոճվում է, բան, սենց լավ չես կարողանում զգալ մեքենան։ Բայց դες մեքենան ուղիղ գնալու համար է, ոչ թե արագ ինչ-որ արանքներով մանևրելու համար, այնպես որ նորմալ է։ Այսպես, մենակ ուղիղ։ Ում որ ով ձայնը լսում, ով հեռվից տեսնում, մի անգամից ճանապարհ են տալիս, ոչ մի մարդ, ոչ մի հետիոտ փողոցը չի համարձակվում այդ պահին անցնի, որովհետև նախ մեքենան սև է, անպայման սև պետք է լինի, սև ապակիներով, լավ համարներով, մի 8-10 միլիոնանոց համարներով, ձայնով, բանով, ու ոնց է չլինի, սենց զենք է կլինի էլի, ոնց է չլինի, մի հատ այդ զենքի թույլատվություն եք ունենաս ու ոնց է չլինի, մեկ է ճանապարհին դուրս չի գա ու հա դրա համար այս մեքենաներից միշտ զգուշանում են, զգուշ են մնում, հեռու են մնում։ Это AMG, это 5.5 V8 компрессор. Это AMG, это AMG, это AMG, AMG, AMG. Это AMG, это AMG, это 5.5 V8 компрессор. Opel, Volt или Porsche, эти немецкие тачки всему миру по душе. Вся Европа, весь Восток, в том числе америкосы, абсолютно весь мир задался одним вопросом: почему на первом месте в мире Mercedes? Почему у AMG самый красивый обвес? Почему у Мерседесов дерзкие кузова? Потому что люди любят на Мерсах газова. ABCD и FG одевают в AMG. Все классы Мерса класснее любых точил. Этот музон держи, если любишь AMG. Если любишь AMG, без него не сможешь жить. Это AMG, это AMG, это AMG, AMG, AMG. Это AMG, это AMG, это 5.5 V8 компрессор. Это AMG, это AMG, это AMG, AMG, AMG. Это AMG, это AMG, это 5.5 V8 компрессор. Это G-класс, это битый бас, это суперзвук, это король всех трасс. Это G-класс, это экстаз, адреналин, кровь, нажимая полный газ. Это 5.5, это 500 лошадей, это 5 секунд до 100, это неспроста. Выходи на старт, зря ты сюда стал, успел тронуться с места и уже отстал. Спасибо тебе, AMG, что собрали такой джип. Выезжая на дорогу, получаешь статус VIP. Для кого-то это важно, а мне так наплевать. Главное, что под капотом рычит 5.5. Это 5.5, это 5.5. 40 литров жрет, зато какой звук. И как он пьет, забываешь обо всем.
Ահա այսպիսի տեսք ունի 2010 թվականի արտադրության Գելենտվագենը։ Առանձնապես ոչ մի բանով չի տարբերվում 79 թվի Գելենտվագենից, եթե հաշվի չառնենք մի քիչ ավելի գեղեցիկ փոփոխված էս օդառիչը, քողարկիչը, ռադիատորային LED լուսարձակները, բնականաբար այստեղ քսենոններով, բաներով, բամպերն է փոխվել, ընդհանուր sense մանր, բուներ, քանի հատ փուճուր դետալներ է փոխվել։ Ընդհանուր առմամբ ոչ մի բան չի փոխվել մեքենայի արտաքին տեսքի հետ կապված։ Չգիտեմ ինչ ասեմ այս մեքենայի արտաքինի մասին։ Ասենք որ մի քիչ յուրահատուկ մեքենաներ են լինում, ասում ես, այս գիծը սրա համար տեսեք ինչ գեղեցիկ, այսպես գալիս է բան։ Այս մեքենան բոլորը գիտեն, ոչ մի բան պետք չի բացատրել։ Ու մանավանդ այս մեքենայի սիրողներին հաստատ պետք չի ոչ մի բան բացատրել կամ ցույց տալ, որովհետև ինձանից եւ բոլորիցս լավ գիտեն ամեն ինչ։ Այն տարբերակներից չի, որ ասում էի սև ապակիներով վախենալու բան, որովհետև այստեղ պահպանված է լիովին կլասիկ տարբերակը, կլասիկ վիճակը, գործարանային, նույնիսկ այս դիմացի կողային ապակիները մքեցված չեն, շատ հասարակ գեղեցիկ Mercedes-ի անվահեծերով, մի խոսքով մենակ առանձնանում է այս գրածը V8 կոմպրեսոր, որ ամեն ինչ ասում է արդեն էլի մեքենայի մասին, մի փոքր փորձեցին քննարկել այս մեքենայի արտաքինը, հասկացանք, որ իմաստ չուներ, որովհետև օպերատորը ասում էր Ադե ոնց կարելի է այս մեքենան սիրել, ոնց կարելի ասել այս մեքենան սիրուն է։ Ես էլ ասում էի, հա սիրուն չի, բայց սիրվում է։ Բայց չես հասկանում ինչն է սիրվում։ Չէ, իսկապես անհասկանալի է, էլի, քորոկուսի, այն որ ասում են յաշիկ ճիշտ են ասում, էլի։ Բայց դե սիրվում է։ Այս մեր բնակարանի դռնից մի քիչ է մեծ, այս դուռը, բայց ինչ, անհարմար է, հələ ստեղ ինչ հարմար է, մեծ, ինչ ուզես կարաս դնես, կարամ քեզ դնեմ ստեղ դաժը։ Ի սկզբանե այս մեքենան այսպես թե այնպես պլանավորվել էր որպես ռազմական տեխնիկա, ոչ թե որպես այդպես ոնց է գրաժդանսկին հայերեն, քաղաքացիական, ոչ թե քաղաքացիական, այլ ռազմական։ Հետո մի քանի տարի անցել է, հասկացել են, որ չէ, կարելի է նույնիսկ բան անել, քաղաքացիական սարքել։ Ամենահետաքրքիրը այս շեդևրն է ուղղակի, որ ասենք 100-ից ավել $1000 արժողությամբ մեքենան, եվրո արժողությամբ մեքենան, այս դռների այսպես կոչված պետլյաները, հայերեն չգիտեմ ուղղակի ոնց է, հա, պետլյաները դրսից են, ոնց որ մեր երազն էր, ոնց որ մեր ուազն է ռուսական, մի խոսքով այդ այնց, բայց էդ էլ է ոչ, ամենաճիշտ տրանսպորտը, առողջ ապրելակերպ։ Ահա եւ կոպոտը, ահա, այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը ու ամենագեղեցիկը, supercharge-ն է, այդ կոմպրեսոր որ կա, այս սա է, այս վերևի հատվածը, ինքը տուրբոներմղիչի նման ֆունկցիա կատարող մի երևույթ է, բայց տարբերվում է տուրբոներմղիչից նրանով, որ ինքը աշխատում է ավելի մեծ դիապազոնում պտույտների, այսինքն ոչ թե ավելի մեծ, այլ ամբողջ դիապազոնում է աշխատում։ Բայց իսկապես, բավականին փոքր են արգելակման սկավառակները։ Մեքենան 2.5 տոննա քաշ ունի, 2.5։ Մեքենան 507 ձիաուժ հզորության է։ Այդ հզորության հետ մեկտեղ ես քաշի հետ մեկտեղ այսքան փոքր սկավառակներ։ Ինքը հիմա մի քիչ շատ մաքուր վիճակում է, ափսոսում եմ, որ ասեմ գնանք մտնենք ցեխերը, բան, հա, ճիշտ է, ինքը դրա համար է նախատեսված, բայց որ այս յաշիկը կյանքում ձեռդ չի գնա տենց բան անես, էլի։ Մի խոսքով գնանք քաղաքում էլի վայելենք այս մեքենան։ Ես մի վարկյան վերարկուս հանեմ։ Գնացինք։ Այդ ձեն էլի ձենը, մեքենայի շատ կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում մեքենայի ձենը։ Շատ ընկերություններ դրան ուշադրություն չեն դարձնում, բան չեն անում։ Ամենալավը ձենին ուշադրություն դարձնում են իտալացիները, բնականաբար Mercedes, Audi ու շատ քիչ մեքենաներ մի խոսքով։
երեխա կա քնած, գազ չենք տալիս։ Ասեմ շատ տարօրինակ է, ինչը, որ մեքենան այսքան դե բավականին մեծ, չէ, sense լեն լավ հարու, sense, հա։ Ճանապարհին գաբարիտները, այսինքն մեքենայի չափերը շատ հեշտ զգացվում են։ Օրինակ, հեսա մի հատ ինչ-որ որևիցե մի քիչ ակտիվ լուսացույցի տակ, խաչմերուկում, կանենք էքսպերիմենտ։ Էքսպերիմենտը կլինի հետևյալը։ Օրինակ, պատկերացրեք դուք, եթե ձեր մեքենան իհարկե տենց փոքրիկ ինչ-որ sense սովորական, ամենօրյա մեքենա է։ Մի հատ հիշեք, քանի վայրկյան եք ամենաերկարը կանգնել կարմիր լույսից կանաչ փոխելուց հետո խաչմերուկում, մինչև ձեր հետևից տան ազդանշան, այսինքն սիգնալ տան։ Հիշեցիք ինչ կանա ամենաերկարը տևել։ Ես կարծում եմ մի վայրկյան։ Գնանք երևի կոմիտասում լավ ծառաբեռնված այնտեղ շատերին կխանգարենք էլի։ Այն մարդիկ, ովքեր տենց կոնկրետ չգիտեն ինչա իրանից ներկայացնում, հա, այս յաշիկ կոչեցյալը, չէ, այսինքն ոչ թե յաշիկ, այլ Geländewagen։ Իրանց համար յաշիկ, իրականում Geländewagen։ Այդ մարդիկ նույնիսկ չգիտեն, որ Geländewagen-ը Mercedes-Benz-ը չի արտադրում։ Արտադրում է ավստրիական մի ընկերություն, որը կոչվում է Magna Steyr, նույն ընկերությունն է, անվանափոխվել է, շատ հին, կարող է մեքենայի այդ սիրահարները իմանան այդ ընկերությունը, Steyr Daimler Puch, նույնիսկ Հայաստանում կա մեքենա Daimler Puch, այո, ու բավականին հին Daimler Puch-ը մոտավորապես կարծեմ 1904, մի խոսքով այդքան հին ժամանակներից մինչև այսօր արտադրում է մեքենաներ ու մեքենայի ինչ-որ մասեր, մի խոսքով շատ բաներ է արտադրում, բայց ինքը արտադրում է պատվերով ուրիշ ընկերությունների համար, դրա համար ինքը չի համարվում որպես ավտոարտադրող, հա, Magna Steyr-ը։ Magna Steyr-ում բացի Geländewagen-ից, դե ամենաերկարը սա է արտադրվում, արտադրվել է մինչև 2010 թվականը BMW X3-ը, այս 2017 թվականից արտադրվում է BMW 5-րդ սերիան, լիովին, ամբողջովին արտադրում է Magna Steyr-ը, նույնիսկ SLS AMG-ն Mercedes-ի որ կա, իր այդ ալյումինի թափքը որ կա, ալյումին է լիովին, էլի Magna Steyr-ն է արտադրում, Mercedes-ի ֆորմատիկ համակարգն է Magna-ն արտադրում, ու էլի շատ տարբեր ընկերությունների, Aston Martin-ներից մոդելներ կան, Fiat, Miat, մի խոսքով, լիքը մեքենաներ ու համապատասխան մասեր եւ պահեստամասեր արտադրում է Magna Steyr-ը։ Սրահը չի առանձնանում առանձնապես ոչ մի բանով։ Mercedes-Benz-ի փոխանցումատուփ, այստեղ բլոկավորման համակարգերն են, դիֆերենցիալի 4 քաշող, հետևին քաշող, դիմացի քաշող, չէ, բլոկավորումներն են, դեմը բլոկ, հետևը բլոկ, մեջտեղը բլոկ, մի խոսքով շատ պետքական բաներ են արտաճանապարհային պայմաններում։ Կլիմատ կոնտրոլ, նորմալ, դարակներ, մի քանի տեսակի 1, 2, բաժակ դնելու տեղ, այստեղ կոճակներ, մի խոսքով սովորական քառակուսի ընդհանուր սրահ։ Այո, նույնիսկ շատ հետաքրքիր են այս ապակիների բարձրացնելու, իջեցնելու կոճակները, այստեղ էլի հենց ձեռքիդ տակ, ասենց ձեռքը դնում ես, հոպ, շատ հետաքրքիր է։ Երևի ուրիշ տեղ էլ չեն գտել դնելու։ Բավականին գեղեցիկ նորաոճ, բայց ոչ էլեկտրոնային ցուցիչների վահանակ։ Օրինակ, հա, առանձնանում է ուղևորի դիմաց գտնվող այդ բռնակով։ Դա էլի արտաճանապարհայիններ կան, որ ունեն այդ բռնակից, բայց էլի այդ արտաճանապարհայինները բավականին քառակուսի են ու իսկականից արտաճանապարհային պայմաններում երթևեկելու համար։ Այս մեքենայի հնարավորությունները արտաճանապարհային պայմաններում բավականին լավն են։ Նույնիսկ sense գործարանային տարբերակում շատ լավ հետաքրքիր դժվարություններ են հաղթահարում։ Հետևը 3 նստատեղ, լինում է 3-րդ շարք նստատեղով տարբերակներ, բայց սա այդ տարբերակից չի։ Էլեկտրական կառավարվող նստարաններ, կաշի,
Սև տանիք, ենթադրում եմ պանորամա, պանորամա չի, բայց շատ մեծ, բավականին մեծ լյուկ է, արգելակները բավականին վախենալու են, պետք է իսկականից ուժեղ սխմես։ Հասկանում ենք մեքենան ծանր է, բայց այդ ծանրության հետ մեկտեղ շատ արագ է գնում ու շատ արագ է արագություն զարգացնում, շատ շուտ։ Տեսեք, ասում էի, չէ, հնարավոր չէր այս մեքենան տենց ընդհանուր վատ արգելակման համակարգի սիստեմ ունենար։ Պարզապես մարդավարի հայերեն լեզվով գրած է տարմազնի կալոտկի իզնոշնի։ Հայերեն մարդավարի գրած է։ Բայց մնացած ամեն ինչը տեղն է։ Չհաշված թերություններ, այսինքն արգելակներ, այդ մեքենայի մի քիչ փոքրինչ անկառավարելի ճոճ։ Ղեկը, նայեք ինչքան ազատ տարածություն ունի ղեկը։ Այսինքն անում եմ մեքենան, ես կան այսինքն շարժվում։ Մի քիչ ավելի լսող, մի քիչ ավելի կտրուկ ղեկային համակարգով մեքենա լիներ, այս կամրջից ընկել էինք ներքև։ Չէ, այս դիմացից եկող մեքենաներին մի հատ հավաքել էինք, հետո նոր էինք ընկել։ Հենց ավելի ճիշտ կլինի։ Այս մեքենայի լուսերը ընդհանրապես պետք է միշտ վառ լինի, որ բոլորը հեռվից տեսնեն, վախենան։ Դե չէ, ինչ-որ այսօր դուխովները շատացել են, ինչ-որ շատ են դեմներս դուրս գալի, մեր փորձը ոնց որ ձախողվում է, ճիշտ է հալը, այդ լուսացույցի փորձը չենք արել, բայց ես անպայման կանենք, գնում ենք դեպի Խաչմերուկ, համբերեք, լավ, մինչև Խաչմերուկ հասնելը, ստեղ ունենք աուդիո համակարգին, շատ հետաքրքիր է ինչ մակարդակի աուդիո համակարգը այստեղ հավաքված։ Սուրս պատվի վարդեն անուշ, սուրս չապում է, դից էտ երգեն անուշ, Աուս ես պետքանես ես վարդում Ռան սիրոս աշխարում, ինձ համար կաչում օչեմ տարով, Ակնան տեսած կլինեք սենց վարորդների։ Մարշի դիդեմ Կամ տենց, կամ ձմերը էսկո կախված, ամարը այս, այդ բանը ռեժիմը, սեզոնային փոխվում է, էլի, ստեղ փորձենք, մեքենա կա, հետևներս կա մի Mercedes, հիմա մենք Բաղրամյան Դեմիրճան Խաչմերուկում ենք, կանաչը բացեց ու մենք չենք շարժվում։ Շատ հեռվից են տալիս, որտեղ չեն տեսել, որ Յաշիկա կանգնած դեմը։ Չէ։ Լավ, այնմա գնացինք։ Հասավ։ Ստեղ քանի վայրկյան է, 40 վայրկյան ընդհանուր տալիս է ժամանակը, մենք 17 վայրկյան էր մնացել կանաչին անջատելու, ուղղակի խիղճս չներեց, դրա համար շարժվեցի։ Շատ հեռվից, այսինքն շարքի ամենածերից գալիս էր ազդանշանի ձայն, բայց հաստատ այդ ազդանշան տվողը չէր տեսել, որ Յաշիկա դրա համար էր տալիս։ Իսկ մնացած մեքենաները, ում տեսադաշտի մեջ մենք մտնում ենք, ոչ ոք ազդանշան չէր տալիս։ Ու եթե բանա հեսա կարանք էլի փորձենք, ես վստահ եմ, որ էլի աշխատելու է, ու շատ հետաքրքիր պահամ, այո, ու շատ հետաքրքիրն է նա, որ տեսեք, ես անձամբ մի քանի մեքենա եմ ճանաչում, որ արտադրվում են բավականին երկար տարիներ անփոփոխ դիզայնով, ու բոլորն էլ ինչ-որ ունեն իրենց սիրահարները, գիտեք, դե առաջինը Գելենվագենն է, երկրորդը հենց հիմա անցանք կողքով Wrangler ջիպը, դե հիմնական, հեսա կասեմ, հեսա դրա նկարը դառնա, հիմնականում Wrangler-ը սիրում են արտաճանապարհային սիրահարները, որովհետև իսկապես լավն է, շատ լավն է, հետո գալիս է Niva, հետո գալիս է
0.6, չէ, 0.6-ը նույնիսկ չէ, 0.7, որովհետև 0.7-ը ինչքան հիշում եմ, ավելի երկար է արտադրվել։ Ես ուղղակի այդ ռուսական մեքենաներից այդքան էլ լավ չեմ հասկանում։ Եթե սխալվում եմ, կարող եք ինձ ուղղել։ Հա։ Ու այն որ 0.7-ի սիրահարն էլ մինչև հիմա կա, Նիվայի սիրահարն էլ կա, այս մեքենայի սիրահարն էլ կա։ Ու էլի այն երկու մեքենաների դեպքում էլ, թե 0.7-ի, թե Նիվայի դեպքում, էլի կամ իրան սիրում են, որ ադե Նիվեն ուրիշ է, էլի կամ 0.7-ը ուրիշ է, էլի շատ լավ մեքենա է, ախպեր ման, կամ տանել չեն կարող, օրինակ ես ոչ Նիվա եմ կարողանում տանել, սենց ճնշումս բարձրանում է, որ տեսնում եմ Նիվա ու 0.7, այդ երկու մեքենաները չգիտեմ, չեմ կարողանում տեղավորել, չեմ հարմարվում ոչ մի կերպ այդ մեքենաների հետ, բայց մարդիկ կան, որ շատ սիրում են, ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ Նիվան հատկապես Հայաստանում իր շատ մեծ սենց տեղն է զբաղեցնում, էլի, ավտոսիրողների հանրությունում։ Это AMG, это AMG, это AMG, AMG, AMG. Это AMG, это AMG, это 5.5 V8 компрессор. Չմոռանամ հիշեցնել, որ այս վիդեոյի ներքևում գտնվում է Unto Rent application-ի լինքը, որով անցնելով կարող եք ներբեռնել այդ հավելվածը եւ կարող եք հանգիստ վայելել, օգտվել ծառայություններից, ասեմ, որ բարձրակարգ, բարձրորակ ծառայություն են մատուցում մեքենաների վարձույթի, այնտեղ ամեն ինչ շատ հարմար, գներով, բաներով ամեն ինչ գրված է, միանգամից արդեն արված է ապահովագրություն մեքենայի, այնպես որ խնդիր չի առաջանում ոչ մի տիպի, այս sense application-ը։ Մի խոսքով կհանդիպենք հաջորդ շաբաթ, peace and love։ Դու ինչ գործ ունես Յաշիկի դեմը։ Հա՞։ Հասկացանք։ Այ օրինակ տես կան անվախներ, գալիս են դեմը դանդաղացնում են, չեմ հասկանում ես մարդկանց դուխը չեմ հասկանում, նրանց ծառայություններից, նրանց ավտովարձույցի, նրանց Սպասիորճանա։ հա, ես հաց ուտելուց էր գիտես չէ, Բախո շարմային կերեն։ իրեք հատ մարդա, կծու, թանով, հա,